Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ձեզ հետ է Կարո Թանկյանը։ Մենք այսօր անելու ենք յուրահատուկ պրանկ, որը դեռ ոչ մեկ չի արել Հայաստանում։ Ես ինձ մոտ ունեմ իսկական ատրճանակ, ամբողջովին լիցքավորված։ Ես հիմա այս ատրճանակը գժբանս կմտնեմ ոստիկանության բաժանմունք, տեսնենք թե ինչ կլինի։ Կարո Թանկյան։ Ես ինչ ա գծել։ Սիրելի հետևորդներ, մենք արդեն գտնվում ենք մուտքի մոտ ու հիմա մտնում ենք ներս։ Ամեն ինչ նորմալ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինձ թվում է հեշտ մտանք։ Քաղաքացի մի վարքյան կանգնեք։ Ինչ ա ձեր հետևի գրպանում։ Ոչ մի բան։ Հետենք, հա։ Մի փախի կանգնի տեղը։ Այս աշկից մեռավ։ Հեսա գործից կհանել։ Այս ինչ վիդեո էր։ Հալո։ Համլետ, Հա, պարոն Գասպարյան։ ինչ ես անում։ Հեչ, աշխատանքային երոզերի մեջ եմ, էլի, գործ եմ անում։ Ինձ թվում է գործ չես անում, ոչ դու, ոչ էլ քո թիմը։ Ինչի Գասպարյան։ Նայում եմ վերջին երամսյակի հաշվետվությունը ու քո մասնաճյուղ ամենաքիչ արդյունքներն է գրանցել։ Վաճառքներդ կարգի բեր։ Եթե այս ամեն ինչը երկար շարունակվի, ես արդեն կմտածեմ կրճատումների մասին։ Չէ, էլի, Գասպարյան, բանը դրան չի հասնի, ես ամեն ինչ կշտկեմ։ Քեզ մի ամիս ժամանակ, Համլետ։ Լավ, պարոն Գասպարյան։ Իրականում ես գիտեմ, որ վաճառքներ ընկած են, որովհետև մեր մասնաճյուղին պետք է եւս մեկ վաճառքի մենեջեր։ Բայց ես նոր մասնակից չեմ վարձում։ Այդ գումարով գնում ենք ամեն շաբաթ փաբում խմում ենք։ Դե ոնց որ կոլեկտիվի աշխատանքային դուխը բարձրացնելու համար, էլի։ Հաշիվն էլ փակում է այդ իմ գործի չվեկալած վաճառքի մենեջերը։ Ոնց որ շատ առատաձեռն մարդ է, էլի։ Всё, հավաքվեք, սիրուն, գնաց, ուրախ։ Այո, ես ստացա ձեր ուղարկած ֆայլերը, հիմա կբացեմ։ Ներողություն եմ խնդրում, ֆայլը փակվեց։ Հեսա նորից կբացեմ։ Նորից փակվեց։ Հազար անգամ կներեք, համակարգիչս ռեստարտ է լինում։ Այս մկնիկս էլ լավ չի աշխատում։ Ես նորից եմ ներողություն խնդրում, ձեզ քիչ ուշ կզանգահարեմ։ Լուրջ, ձեզ թվում է ծիծաղալու կատակ եք անում, ես կարող եի հաճախորդից կորցնել։ Ինչ կատակ, ոչ մի կատակ չենք արել։ Բայց ինչա, կարող ինձ հիմարի տեղ եք դրել, ես Համլետին ամեն ինչ ասելու եմ։ Երեխեք, ես ինչ լավ պրանկեր եք անում։ Էս էլ է ինչա։ Մի անգամ Արեգը Երևանդի նկարներով Facebook-ում էջ էր բացել ու գրել էր Երևանդ պրակտոլոգ։ Տակը իր համարներ գրել ու ամբողջ օրը իրան 50-անց տղամարդիկ իրանց հետույքի նկարներն էին ուղարկում։ Այսօր էլի բաներ եմ մտածել, որ կարան կանենք։ Մի հատ ուշադրություն, գլխամասից բողոքներ ունենք։ Ասում եմ բոլոր մասնաճյուղերի մեջից ամենացածր վաճառքը մերն է։ Ու այդ շատ վատ է։ Համլետ, բայց մնացած մասնաճյուղերում 4 հատ վաճառքի մենեջեր կա, իսկ մենք 3-ով ենք։ Ճիշտն ասած, ես չգիտեմ ձեզնից ով ինչով է զբաղվում։ Ես, Նարինեն ու Երևանդը վաճառքի մենեջեր ենք։ Բա Էրիկը։ Էրիկը լոգիստիկայի մասնագետ է։ Դու դաժե չգիտես ով ինչ անում, որտեղից ես լավ արդյունք սպասում։ Այդ կարևոր չի։ Կարևորը ձեր աշխատանքային դուխը բարձր է։ Դուք պիտի ավելի լավ աշխատեք։ Շեֆ ջան, ես շատ լավ եմ աշխատում։ Ուղղակի ինձ խանգարում են։ Պահ։ Դու մտածում ես ինչ չէին խանգարում։
Խանգարում էին, բայց մեկը ես էլի բոլորից հետ լավ վաճառք էի անում։ Ու հետի հերիք չի, դրանից հետո էլ գնում էի 5 կիլոմետր բասենում լողում էի։ Սկած։ Ես մտածում եմ, որ Երևանն է ամբողջ փետուր ընկերության պատմության մեջ լավագույն վաճառողը։ Ոստ է։ Ես իրանից ավելի լավ եմ աշխատել։ Դո ես կարայի դաժե մենակ աշխատել, ինձ մնացածը պետք չէին։ Ես ես լավ էի աշխատում, որ դաժե տնօրենս ամեն անգամ հաջողանելուց ինձ ձեռով էր հաջողանում։ Ինչի մասին է խոսքը։ Եկա ես մտածում եմ, որ Երևանը քեզանից ավելի ուժեղ վաճառող է Համլետ։ Դուրը մարի գրազնանք Երևան։ Ինչ գրաս։ Այսօրվանից ես էլ եմ ձեզ միանում ու դառնում եմ 4-րդ վաճառքի մենեջերը։ Ու սաղից շատ վաճառք եմ անելու, որ հետո լոփո չխոսաս։ Բայց ես ինչ եմ ասել։ Վախեցա, արի գրազ գանք։ Չէ, ուղղակի չեմ ուզում գրաս գամ։ Վախեցավ դրա համար գրազ չի գալի։ Ճիշտ ասած, ես վստահ եմ, որ Համլետին 1-2 ուղղակի կջախջախեմ։ Պարզապես ես չեմ ուզում մեր մտերմիկ ընկերությունը փչացնել։ Բայց մի պայման կա, ըստ որ ես համաձայն եմ գրաս գալ։ Լավ, ես համաձայն եմ գրաս գալ, բայց մենակ այն պայմանով, որ հաղթելու դեպքում ես դառնում եմ այս օֆիսի փոխտնօրենը։ Ինչ, մտածում եք կվախենեմ գրաս չեմ, գա? Համաձայն եմ, բայց եթե ես կրեցի, ամեն առավոտ ժամը 6-ին պիտի գաս օֆիս, որ վաճառքները բարձրանան։ Պայմանավորվեցի։ Պայմանավորվեցի։ Արեգ ջան, դու Հա, Նարինե ջան, աշխատավարձս նստել է, բայց մի քիչ առաջ Գագիկը եկավ, խնդրեց, ես իրան խոսք տվեցի, որ պարտքով փող կտամ։ ոնց թե։ Այդ Գագիկը երբ այնց է սկսել ձեզանից պարտքով փող վերցնել։ Դե մարդուն պետք էր եկավ ուզեց, դու ոնց ես ուզում։ Այդ բորենին նայ։ Աչքդ մի պահ թեքում ես, ուրիշ պարտք վերցնողը հայտնվում ես օֆիսում։ Այդ Գագիկ կոչվածին պետք է հեռացնել ես շուկայից։ Արեգ ջան, բայց դու գիտես չէ, որ ես ֆինանսական խնդիրներ ունեմ։ Ու այդ փողը ինձ շատ անհրաժեշտ է։ Նարինե, Գագիկը մի 2 ժամ իր ֆինանսական խնդիրների մասին էր պատմում։ Իսկ ես ընդհանրապես հավես չունեի այդ ամեն ինչը լսեի։ Դրա համար խոսք տվեցի, որ կտամ։ Պարզա։ Նարինե։ Սարդելկաները։ Ոայ։ Երբ որ Նարինեն ինձանից պարտքով փող ա ուզում, ասում է իր տղու համար է։ Փաստացի ամսվա կտրվածքով ինչ որ չափ իր տղուն ես եմ պահում։ Հիմա մտածում եմ, կարող է իմ վրա ուրիշ պատասխանատվություն էլ կա, օրինակ պետքա տանեմ պոնչիկանոց կամ գազանանոց։ Всё, ես եկա։ Հիմա ինձ աշխատասեղան եմ ընտրում ու միանում եմ վաճառքի աշխատանքներին։ Ու ես կնստեմ Էրիկ քո տեղը։ Բա ես որտեղ պետք է աշխատեմ։ Իմ աշխատասենյակում ու իմ գործերը կանես։ Ինչ գործ։ Դե կրեսլոյի մեջ պիտի նստես, TikTok ֆրստես բան անես, YouTube նայես։ Տակից դուրս կգաս, չէ։ Լավ, կփորձեմ։ Դե ես էլ կնստեմ ստեղ ու Երևանդին վաճառքի գոնկի մեջ կթողեմ չոլերը։ Համլետ, բայց այդ իմն է։ Սեղաններով փոխվել ենք, նշանակում է մարոժիներով էլ ենք փոխվել։ Բա քոնը ուր է։ Ես հիմա արդեն կերել եմ։ Դու էլ ֆայմեր քոնը ուտեիր։ Համել ես դոպինգը հիմա ինձ ավելի շատ է պետք, որ Երևանդին կրեմ։ Էրջան, մեկ էլ մի հատ հարց էլի։ Էս կատվինը հայերեն է, չէ։ Համլետ, հիմա ոչ մի ժամանակակից համակարգիչ էլ կետվինով չի։ Հասկացա։ Հա, մեկ էլ եթե ճիշտ եմ հիշում, շիֆթը որ սխմում ես մեծատ առաջ է գրում։ Հա։ Մեկ էլ մի հատ հարց։ Կոմպի մեջ կարող է GTA San Andreas ունես։ Հա, ունեմ։ Ոնց։ Ես գործի ժամանակ խաղաս խաղում։ Կատակ եմ անում։ Լավ, դու գնա։
Երվանդ փախի փրկվի։ Այդ ղագագիկ, այդ դու քանի գլխանի ես դարել, որ բարձրացել ես վերև ու արագից պարտքով փող ես վերցրել, հա? Ինչ է, այդ կանիկ, ինչ ես ուզում ինձան։ Բա դու տղամարդ ես, դու չես կարողանում աշխատես, որ պարտքով փող ես ուզում։ Այ քեզ բան, Նարինե, քեզ թվում է մենակ դու փողի կարիք ունես։ Ես էլ 1000-ը ծախսում եմ։ Այդ ինչի հետաքրքրում, էլ արագից փող չուզես։ Չարեգի վրա ունդ գրած, հա։ Կամ էլ ես ումից կուզեմ կվերցնեմ, եղավ պարկով փող։ Թող քեզ այդ չհետաքրքրի։ Հա? Եղավ։ Դե սա կտեսնենք քեզ ինչ որ մեկը պարտքով փող կտա, թե չէ։ Դե կտենանք։ Սպանեց ես Նարինեն, Արութ ջան։ Ասենք տարիքով կնիկա ձեն չանենք, լրիվ չապերը անցավ։ Դե լավ էլ մի, լավ էլ գոռաց վրդ։ Ով, ինքը, ին վրա Արութ։ Այ ախպեր, ին վրա մի հատ կնիկը տես գոռար, մի տարի ամոթից տնից դուրս չէի գա։ Ատե գիշ կնիկա է ախր, այ Արութ ջան։ Հա, դե պայմանավորվեցինք, ուղիղ ժամը 14:00-ին առաքումը կանենք։ 28 րոպե 15 վայրկյան, առաջին կլենտը իմ գրպանում է։ Երվանդ, այսօր լողացել ես։ Հա, ինչի։ Դե ես իմ ասում եմ, ես իմ աշխատանքային արագությունից կարող աստեղ քամի լինի, դու էլ լողացել ես, հանգարց չմրսես։ Ճիշտ ասած, ես այս ընթացքում արդեն 4 վաճառք ունեմ արած։ 4? Հա, դե նենց է ես հələ տականում էի։ Աշխատի։ Արեք, քո մոտ ինչքան, հա? 3։ Լավ, աշխատեք, մի շեղեք ինձ։ Այս հողը, այս հողը լծեր թերմոսից մեջ։ Ես չեմ հասկանում, դուք լրիվ եք գժվել։ Արեգն ու Անին շատ թույն դեմքեր են։ Այս Երվանդի գլխին ինչ ասես սարքում են։ Ես էլ եմ սիրում տենց բաներ։ Պետք է մի հատ լավ պրանք մտածել, որ Արեգն ու Անին հասկանան, որ ես էլ կարող խնդալու բաներ անեմ։ Անի ջան, ես գնացիր խանութ եկար։ Հա, ինձ էի սպասում։ Ճիշտն ասած, հա, Անի ջան։ Ասեցի առանձին մոտենամ, որտեղ այնտեղ շատ մարդ կա։ Ինչ ա եղել։ Մի հատ անձնական խնդրանքով ուզում եմ։ Նարինե, դու անցյալ շաբաթ ինձ 20,000 դրամ արդեն վերցրել ես։ Ու դեռ չես վերադարձրել։ Հա, Անի ջան, բայց ես ուրիշ հարց է։ Սա Արթուրիկիս հետ է կապված։ Ինչ ա եղել։ Արթուրիկիս PlayStation-ի ջոյստիկի վրայի գոլ խփելու կնոպկան փչացել է։ FIFA խաղալուց երեխես ամբողջ դաշտին չլում, բայց չի կարողանում գոլ խփել։ Պետք է նոր ջոյստիկ առնեմ։ Ինչ արժի է ջոյստիկը։ 35,000 դրամ։ Նարինե, դու անցած շաբաթվա 20,000-ը չես վերադարձրել։ Հիմա էլ 35 ես ուզում։ Դու այդ գումարը կկարողանաս ինձ վերադարձնել։ Հա, Անի ջան, հա։ Ես մի հատ կորած դվայրոդնի քերի ունեմ։ Այսօր էքուցա, մահամերձ պարկած է։ Ինքը ոչ մի բարեկամ չունի, միակ ժառանգորդները ես ու հալալ աղբերս ենք։ Այսքանի վաղտը կմահանա, ես ու աղբերս հալալ կկիսենք իր սեփականությունը։ Քերիս մի հատ մեծ տուն ունի Մեղրիում։ Նարինե, ես էլ հիմա գումար չունեմ։ Դու երբ կկարողանաս վերադարձնել։ 2 շաբաթից համոզված եմ, որ քերիս Okay։ Նայ, ես հիմա փող չունեմ ավել, բայց սենց նվեր քարտ ունեմ։ Կարես գնաս այստեղից առնես, բայց ավել ոչ մի բան չառնես։ Բայց կարաս ինձ փող էլ տաս 5,000 դրամ։
Իրականում ես 35,000 էի ուզել, բայց ջոյստիկը 30,000 արժի։ Այդ 5,000-ն էլ ուղղակի էլի, ուտելիքա բանա։ Ապրես։ Անի ջան, մեկ էլ են Գագիկա ինչ գրողու սև ցավա, որ քեզանից փող ուզի հանկարծ չտաս։ Էդ ինչի։ Բայց չգիտես, ինքը պահեստից ապրանք է գողանում ու էժանով ծախում է։ Լուրջ։ Հա, գողավազակի մեկն է։ Նայ քովրից էլ մի բան չտանի։ Շատ բարի։ Ես հիմա ձեզ կուղարկեմ պայմանագիրը, ձեզ մնում է միայն էլեկտրոնային ստորագրություն թողնել եւ վերջ։ Շնորհակալություն։ Ալո։ Երվան Զադիկյանի հետ եմ խոսում։ Այո։ Դուք տատիկ ունեիք, չէ՞։ Հա, ունեմ։ Ունեիք։ Ոնց։ Ինչ է պատահել։ Երվան ջան, ցավոք ձեր տատիկը փողոց անցնելուց ընկել է մեքենայի տակ։ Մահացել է։ Չէ, երբ որ ընկել է մեքենայի տակը ողջ է մնացել, բայց փողոցի վրա բաց լյուկ է եղել, ընկել է մեջը եւ մահացել է։ Լուրջ եք ասում։ Այո, դուք կարող եք մոտենալ հիվանդանոց։ Հա, հիմա կգամ։ Համլետ ջան, տատիկս է մահացել, ես կարամ դուրս գամ։ Հա, կարաս, բայց դե ուրեմն գրազը կրվար։ Բայց ախը տատիկս է մահացել։ Այ քեզ բան, դու էլ մի գնա, մնաստեղ աշխատի, մանավանդ որ արդեն մահացել է։ Լավ, ուրեմն ես կգնամ ու կգամ։ Կարաս տենց էլ անես, եթե գնաս գաս մի հատ էլ կրես գրազը, ուրեմն հալալա քեզ։ Հինգատ վաճառք ունի ես Երևանը։ Ես փոխտնօրենի անունը լսեց գրգռվավ։ Սրա դեմը պետք է առնել։ Ալո, բարև ձեզ։ Երևանն է Փետուրից, քիչ առաջ որ պայմանավորվեցինք առաքման համար։ Ես ուզում եմ մեր պայմանագիրը չեղյալ համարենք։ Ինչի համար։ Որովհետև դուք շատ ապուշ կամպանիա եք։ Ես անձամբ իմ անունից եմ ասում։ Գրեք, փոխտնօրեն Երվան Զատիկյան։ Հաջողություն։ Մնաց 14 հատ։ Էս ինչ վիճան այլ Համլետը։ Հրատապլուր։ Երեկ երեկոյան ոստիկանության բաժանմունքում սպանություն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով երիտասարդ բլոգեր Կարոթանկյանը ատրճանակով փորձել է մուտք գործել ոստիկանություն։ Արդյունքում բաժանմունքի հերթապահող ոստիկանը վնասազերծել է նրան 3 անգամ նախազգուշական կրակ արձակելով երիտասարդի գլխին։ Էս ինչ է կատարվում։ Բայց քեզ լավ ես ասում այս աթոռը։ Քանի տեղ նստած ես կարող է աշխատավարձս էտաս։ Չէ, չեմ կարա Գագիկ։ Լավ, իսկ կարող եմ մի քիչ պարտքով փոխտաս աղբորդ երես։ Ինձ ասել եմ, որ դու գողցող ես։ Դրա համար չեմ կարա քեզ փող տամ։ Ո՞վ է տես բան ասե։ Նարինեն։ Այ ես դրա ուրեմն լսի Երիկ։ Ես շատ ազնիվ ու պարյադշտի տղա եմ։ Այն Նարինեն խմող կնիկա։ Գալի ձեզանից սաղից պարկով փողա վերցնում, գնում արաղ խմում է։ Ես դաժե տեղեկություններ ունեմ, որ Նարինեն այն ժամանակ խմում մարդուն ծեծում էր։ Դրա համար այդ խեղճ տղեն բաժանվավ թողեց փախավ։ Ավելի Գագիկ։ Այն ինչ, ես չես տեսել, որ Նարինեն թթվի ջրի բանկով առավոտները կա գործի։ Հա, տեսել եմ։ Բա, էդի պախմելի համար է։ Գիշերը խմում վատանում է, առավոտ բերում է, որ խմի դզվի։ Մտածի։ Ես մտածում էի այդ թթվի բանկեն Նարինեի պերերիվն է, խմում կշտանում է։ Եթե կարաս աղբորդ մի քիչ օգնի, էլի։ Լավ, քարտի թվերը ուղարկի։ Մտի իմուկը WhatsApp-ի պերեպիսկեն սաղ է դա էլի երես։ Լավ։ Դե թռացիտ։ Նարին է, այդ որոշել ես ոտիստակ փորես, հա?
Գնաց Էրիկին սուտ ինֆորմացիաներս տալի, որ ինձ պարտքով փող չտա։ Իմացի, որ քո մոտ ոչ մի բան չի ստացվել։ Ես իրանից արդեն փող վերցրել եմ։ Ես սուտ ինֆորմացիա չեմ տվել։ Ես գիտեմ, որ դու պահեստից ապրանք ես գողանում։ Գողանում եմ։ Լավ եմ անում։ Քեզ ինչ։ Գիտես չգիտեմ, որ դու այստեղի պրինտերներով Արթուրի գիտամար Մայլենիի գիրք ես տպում, որ չառնես։ Հիմա ինչ անեմ, գնեմ սաղի պատմեմ Նարինը։ Ես էլ տենց բաները վաղուց չեմ արել։ Դասատուները ասացին, որ տպած չպետք է լինի, ու պետք է հետ գիրք առնել։ Այդ կապ չունի։ Իմ ասածը ուրիշ բան է։ Սենց իրար դեմ դուրս գալով մենք ոչ մի բանի չենք հասնի։ Դրա համար ես մի հատ լավ առաջարկ ունեմ։ Նայ, այս ցուցակով մեր օֆիսի աշխատակազմը բաժանում ենք երկու մասի։ Մարդիկ, որոնցից ես եմ պարտքով փող վերցնում, ու իհարկե մարդիկ, որոնցից դու ես պարտքով փող վերցնում։ Մի րոպե, սենց չեղավ։ Ինչ ես Էրիկին քեզ վերցրել։ Գիտես որ կճնշես միանգամից կհանի փողը կտա քեզ, չէ՞։ Չէ։ Էրիկին տուրինց Երևանդին վերցրու քեզ։ Ինչ Երևանդայ ցավը տանեմ։ Այդ ինձ կյանքում փող չի տա։ Դաժե այն օրը կենտրոնում տեսավ չբարևեց։ Իսկ դուք իրար հետ ոնց որ մի քիչ մոտիկ եք, էլի դրա համար։ Այդ ինձ չի հետաքրքրում։ Եթե Էրիկը իմ ցուցակում չի, ուրեմն ես համաձայն չեմ։ Լավ։ Համաձայն եմ։ Էրիկը թող քեզ դինի։ Այսօր բայց Երևանի պահով մի քիչ շափա անցանք։ Համաձայն եմ։ Բայց դե ինչ իմանենք, որ տատիկը կմահանա։ Երեխեք, Երևանի տատին իրականում չի մահացել, այդ ես եմ իրան զանգել ասել։ Ոնց թե։ Դա։ Ասեք որ ծիծաղալու էր, որ վազում էր։ Փետուր ՍՊ։ Ալո, բարև ձեզ։ Դուք Երևան Զատիկյանի գոլեգաներն եք։ Այո։ Մենք նրա աշխատանքային բեյջը գտանք եւ որոշեցինք առաջինը ձեզ զանգահարել։ Ուրեմն ձեր գոլեգան փողոցն անցնելիս ընկել է ավտոմեքենայի տակ ու հիմա հիվանդանոցում է, ծանր կոտրվածքներով։ Լուրջ եք ասում։ Լավ, ես հեսա իր հարազատների հետ կկապնվեմ։ Ինչ ա եղել անի։ Երևանդը մեքենայի տակ անգել ու տարել են հիվանդանոց կոտրվածքներով։ Ոնց թե։ Էս ինչ վատ բան ստացվեց։ Էլեն ջան, դե տենց բաների մասին պետքա նախորոք մտածել։ Մենք տենց կատակներ ենք անում, որ արագ ծիծաղանք անցնի գնա։ Ես ինչ իմանայի, որ սենց կստացվի։ Դե լավ անցած լինի։ Ես չայ ուզեցի, էլով ա ուզում։ Ես։ Դե գնաց։ Երեք շատ թարս օր էր։ Բոլոր հաճախորդները զանգեցին ու հրաժարվեցին իրենց պայմանագրերից։ Ես Համլետին պարտվեցի գրազը։ Ու հիմա մի ամիս պիտի առավոտ 6-ից աշխատեմ։ Ես ուղղակի տենց էլ չհասկացա։ Եթե Արեգն ու Անին չէին, ապա ով էր այդ ստորը։ Ով էր այդ ստորը, որ զանգեց ու ասեց, թե տատիկս մահացել է։